Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Ես այսօր կանդրադառնամ Նիկոլ Փաշինյանի կամ քաղաքացիական պայմանագրի Հայաստանն առանց հայկականության նախագծին, որին իրենք տարբեր անուններ են տալիս, տարբեր ձևակերպումներով, տարբեր կեղծ խոսույթային ուրեմն սահմանումներով փորձում են մեզ մատուցել որպես ինչ-որ նոր, ինչ-որ բարձր, ինչ-որ ապահով բան, բայց դուք ինքներդ դատեք, թե որքանով է դա այդպես։ Ուրեմն առաջին թուղթը, որ ես կցիտեմ կամ որին հղում կանեմ, դա այն հռչակագիրն է, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս տարվա 2025 թվականի սեպտեմբերի 20-ի համաժողովում ընդունել է, եւ այս հռչակագրի մեջ ցույց չտամ, ես կարդամ, դուք խնդրում եմ կարող եք ինքներդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հռչակագիրը կարող եք Google-ում փնտրել եւ ինքներդ տեսնել, եւ ահա այդ հռչակագիրը սկսում է պրեամբուլայով. Եվ այդ պրեամբուլայում տեսեք ինչ է գրվել, գրված առաջին հայացքից թվում է թե մանր բան, բայց ուշադիր։ Պրեամբուլայում գրված է. ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, այստեղ հիմքը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, ինչը ուղիղ հակասության մեջ է, ես մեր սահմանադրությունից, նախաբանից ձեզ օրինակ կբերեմ, ուղիղ հակասության մեջ է, մեկ այլ հասկացության հետ, որը կոչվում է հայ ժողովուրդ, հələ ազգ չեմ ասում, դեռ ազգ չեմ ասում եմ ժողովուրդ, որտեղ ասում է հայ ժողովուրդը, արդեն մեր սահմանադրության նախաբանն է, պրեամբուլան է, հայ ժողովուրդը, ոչ թե Հայաստանի ժողովուրդը, հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ այլն։ Ուրեմն տեսեք ժողովուրդ, ինչու՞մն է բանը։ Իրավագիտության, քաղաքագիտության մեջ կա այսպիսի հասկացություն՝ սահմանադիր։ Ով է սահմանադիրը։ Եթե ուզում եք ավելի հեռվից գամ, պետության սահմանումը, թե որն է պետություն։ Որն է պետություն։ Ամեն գյուղ պետություն է։ Պետությունը ինչ հատկանիշներ ունի։ Պետության մինիմալ հատկանիշները հետևյալն են. տարածք, ֆիզիկական, աշխարհագրական տարածք, այդ տարածքում ապրող ժողովուրդ եւ այդ ժողովրդին որոշակի իրավակարգով կառավարող իշխանություններ։ Այս 3 պարամետրը եթե առկա է, ապա մենք գործ ունենք պետության մասին։ Ինքնիշխան ժողովուրդ, եթե կարճ ասենք, այսինքն սեփական իշխանությունը որոշակի իրավակարգով ապահովող ժողովուրդ որոշակի տարածքում։ 4-րդ կրիտերիան կարելի ավելացնել, ճանաչված լինել այլոց կողմից։ Սա 4-րդ կրիտերիա որպես կարող ենք։ Բայց այս ամեն ինչի հոգին եւ սիրտը ժողովուրդն է։ Այն մարդիկ, որոնք այդ տարածքի վրա իրենց սեփական իշխանությամբ եւ իրենց սեփական իրավական կարգով ապրում են։ Եվ եթե ճանաչված են այլոց կողմից, ավելի լավ։ Եվ այդ ժողովուրդը մեկ այլ ձևակերպումով կոչվում է սահմանադիր, այսինքն նա, ով որոշում է թե ինչ իրավակարգով, ինչ հասարակական կարգով եւ ինչ քաղաքական կամ պետական կարգով են ապրելու։ Այսինքն կարա սահմանադիրը լինի թագավորը, մի հոգի որոշի, թե այդ ժողովուրդը ինչպես է ապրելու, դա էլ կլինի պետություն։ Սակայն եթե սահմանադիրը ժողովուրդն է, այսինքն հանրապետության մասին է խոսքը, ոչ թե ենթադրենք փարավոնների Եգիպտոսի կամ չգիտեմ միապետական թագավորական երկրների մասին, բացարձակ միապետական, եթե դրանց մասին չենք խոսում, այնտեղ սահմանադիրը, կարգը որոշողը թագավորն է, կարա լինի արիստոկրատիան,
որոնք օրինակ ասենք սահմանադրական միապետություններում ի սկզբանե արիստոկրատիան է այդ սահմանադիրը եղել, սահմանափակել թագավորի իշխանությունը եւ առհասարակ որոշումները պահանջել, որ հաշվետու լինի թագավորը իրենց։ Հիմա այդ սահմանադիրը նա ով որոշում է սահմանադրությունը, այսպես ասած, դա ժողովուրդն է։ Եվ Հայաստանի Հանրապետության, որի անունը Նիկոլենք դրել են երրորդ հանրապետություն եւ ոչ միայն Նիկոլենք, ահա Հայաստանի անկախ հանրապետության սահմանադիրը հայ ժողովուրդն է, այդպես է գրած մեր սահմանադրությունում։ Հայ ժողովուրդն է հանդիսանում սահմանադիրը, Արմենիան, երբ որ մեր եղբայրները, ասենք եզդիները, ասորիները, Օլիմպիադայում ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, նրանք գրվում են Արմենիան։ Եթե կասեք, որ այստեղ որոշակի փոքրամասնությունների հետ կապված անտեսում կա, ապա ես ձեզ բացատրեմ, հայ ժողովուրդը դա առհասարակ ըստ մեր սահմանադրության, ես չեմ դա հորինել, դա հիմա գրած է, հենց հիմա դա գործում է, հայ ժողովուրդը դա մենք ենք։ Ինչպես 1918 թվականի հայտարարությունը, որ մեզ համար անկախության հռչակագիրը, առաջի անգամ հանրապետություն ստեղծվեց, Հայաստանի Հանրապետություն, ինչպես այնտեղ ասվում է հայկական գավառների վրա վերցնում ենք իշխանությունը, հայկական գավառների վրա, եթե մենք որոշեինք կամ ստացվեր այնպես, որ Վրաստանի կամ Ադրբեջանի օրինակով լիներ, ապա Հայաստանը չէր լինի, այսպես պուճուր, ես սրա մասին խոսել եմ արդեն, որպես ռեզերվացիա, որտեղ մեծամասնությունը հայեր են, ինչու են մեծամասնությունը հայեր, որտեղ մեզ թողել են միայն այն հատվածները, որտեղ ծանրակշիռ մեծամասնություն են եղել հայերը, բայց նույն ձևի ծանրակշիռ մեծամասնություն են եղել հայերը Ջավախքում, Արցախում, մինչև կոտորածները նույնիսկ Նախիջևանում, բայց դա չեն տվել, չեն թողել, Ղարսում, Իգդիրում, բայց դրանք վերցել են, ու չկա մի տերիտորիա, որ մեզ տված լինեն ու ասենք բնակեցված լիներ, ենթադրենք քրդերով։ Վրաստանը ո՞նց է։ Կան թալիշներ, կներեք, մեգրելներ, սվաններ, վրացիներ, հայեր, թաթարներ կամ ազերիներ, տարբեր։ Ու այդ բոլորը տվել են, անունը դրել են Վրաստան։ Նույն ձևի Ադրբեջանում թալիշներ, դագեր, հայեր, քրդեր, ու այդ լենուբոլ տարածքները տվել, անունը դրել են Ադրբեջան։ Մենք այդ երջանկությունը չենք ունեցել։ Մեզ տվել են միայն այն, որտեղ մենք եղել ենք ծանրակշիռ մեծամասնություն։ Եվ ըստ էության սա Հայ Աստան է։ Ես չեմ այդ անունը հորինել։ Սա Հայ Աստան է։ Սա ժողովրդստան չի։ Սա Հայ Աստան է։ Եվ Հայ Աստանի կամ հայքի սահմանադիրը դա հայ ժողովուրդն է, եթե ոչ հայ ազգը։ Սա այսպես է ուշադիր, ես իմ համոզմունքները չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ ինչ կա այս պահի դրությամբ, իրական Հայաստան, ուզում եք իմանաք որն է, էդ է, այս պահի դա կա ու այդպես է եղել տասնամյակներ շարունակ, արդեն 100-ամյակից ավել այդպես է, մեր հանրապետությունը 100-ամյակից ավել գոյություն ունի, Հայաստանի Հանրապետությունը, հիմա, Նիկոլենք որոշել են, որ սա չպետք է լինի, այստեղ սահմանադիրը այլևս հայ ժողովուրդը չի, հա, եւ մի բան էլ անդրադառնամ փոքրամասնությունին, եւ հայ են թե կաթոլիկ հայերը, թե առաքելական հայերը, լուսավորչական հայերը, թե աթեիստ հայերը, թե ջավախա հայերը, թե արցախա հայերը, այս բոլորը հայեր են, նույն կերպ մեր եզդիները, ասորիները արմենյան են նրանք, մեր քույրերն ու եղբայրներն են, իրանց ինքնությունը կա, իրանց էթնիկ առանձնահատկությունը կա, իրանց ցավն էլ տանեն,
ու իրանք Հայաստանցի են, Հայաստանցի։ Հասկանում եք ինձ։ Եվ քանի երկրի անունը չեն փոխել, քանի Հայաստանն էլ չեն վերաֆորմատավորել, եկեք մի հատ արձանագրենք ինչ են անում, վերաֆորմատավորում են հայ ժողովրդին, սարքելով Հայաստանի ժողովուրդ, որը մեծ վտանգ ունի իր մեջ այս վերաֆորմատավորումը, վաղվա ադրբեջանցի փախստականների, հնդիկ, պակիստանցի առնվազն այս ներգաղթյալների, այս ամենին որպես սահմանադիր ճանաչելու եւ հայ ժողովրդին որպես օտար, որպես կամ հավասար իրավունքներով ներգաղթյալների եւ ադրբեջանական փախստականների հետ ընդունելու մի այսպիսի փորձ է արվում։ Նրանք ովքեր կարծում են, որ փախստականների թեման ուռճացված է, իդեպ հիշեցնեմ ձեզ, որ երբ 21 թվականից թմբկահարում, գոռում, գոչում, աղաղակում, պահանջում, բացատրում էի, որ մեր մեծագույն խնդիրը մեզանից ուզում են Զանգեզուր խլեն, Ալիևը նստում վերակենում Զանգեզուրից է խոսում, այն ժամանակ ասում էին հայ կարողա չափազանցնում ես։ Բազմաթիվ անգամներ ասում են կարողա չափազանցնում ես։ Ավելի կարևորն է Լաչինի միջանցքի Աղավնոյի հարցը, ճանապարհը որ տեղափոխում էին, Լաչինի միջանցքը տեղափոխում էին, այլ կերպ էին անցկացնում։ Այդ ժամանակ էլ ես արտահայտվել եմ, ասելով, որ ընկեր, շատ ավելի կարևոր հարցեր ունենք մենք, մեզնից Սյունիք են տանում, մեզնից Մեղրի են տանում, խլում։ Դուք նստե Աղավնոյի դարդ եք լացում, չեք հասկանում, որ դա շեղող մանևր է։ Ու հիմա Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի հետ լոյալ էլի շատ ուժեր խոսում են Մեղրիից, անխոչնդոտ ճանապարհից, բա ուր էիք այն թվերին։ Այն թվերին ռուսներին էր մնում ձեզ կայֆ էր տալի։ Ինձ մեկ է ում է մնում, այն ինչ ինձ է պատկանում, ռուսին թե ամերիկացուն։ Իմը չի արդեն պրոբլեմը։ Իմ իրավունքները սահմանափակվում են, արդեն պրոբլեմա։ Ինձ լրացուցիչ պարտավորություններ են հարկադրում, արդեն պրոբլեմա։ Եթե դա ճանապարհների ապաշրջափակման կոնտեքստում է ու իրոք ճանապարհները ապաշրջափակվում են, ապա էլ ինչ նպատակ կա ավելորդ նշելու, որ պիտի Նախիջևանի ու Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև անխոչնդոտ ճանապարհ լինի, թեկուզ խոչնդոտված ճանապարհ լինի։ Եթե ճանապարհները ապաշրջափակվում են, էլ ի՞նչ պրոբլեմ, ուրեմն ճանապարհներն ապաշրջափակվում են։ Խի է հատուկ նշվում։ Ուրեմն երկու տարբերակ կա, կամ ճանապարհները չեն ապաշրջափակվում, այլ ընդամենը ուզում են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցք ունենալ, կամ ճանապարհներն ապաշրջափակվում են, բայց այդ միջանցքը ունենալու է առանձնահատուկ ստատուս, որով տարբերվելու է մնացած ապաշրջափակված ճանապարհներից։ Սա պարզ ողջամիտ տրամաբանությունն է։ Ու մեզ շարունակում են հիմարացնել մի առանձին խոսալով ճանապարհների ապաշրջափակման մասին, առանձին խոսալով հատուկ մի հատ լրացուցիչ ինչ-որ պայմաններով Ադրբեջանին արտոնություններ մեր տարածքով տրամադրելու մասին։ Ու էլի կանդրադառնամ այդ մթամթե հայրենասեր, քոչարյանական, սերժական, պրոռուսական ընդհանրապես բոլորին, որոնք վախտին Աղավնո էին տրռացնում, երբ որ քեզնից Զանգեզուր էին խլում, բա այն ժամանակ ի՞նչ էիք խոսում Զանգեզուրի մասին։ Հայրենասեր էիք, ձեզ ձեռ էր տալի, որ FSB-ին է մնում։ Բա խի եք հիմա խոսում դրա մասին։ Այլ FSB-ին չի մնում, այլ ռուսներին չի մնում, հիմա ամերիկացիներին է մնում։ Ես չեմ հասցնում կամ այդքան ուշադրություն չեմ դարձնում ամեն անգամ հիշատակել, որ Նիկոլնա թե նախկինները, սրանք ընդհանուր մեծ պրոբլեմ են մեր ազգի գլխին եղել ու շարունակում են մնալ։ Մեկ քննադատում եմ Նիկոլին, թվում է թե նախկիններին եմ խնայում, կամ նախկիններին եմ քննադատում, թվում է թե Նիկոլին եմ խնայում։ Ժողովուրդ ջան, այս երկուսն էլ արտաքին եւ ներքին թշնամու հետ համագործակցած ուժեր են։ Նախկինները համագործակցել են ներքին թշնամու հետ
Գիտեք, ներքին թշնամի հասկացություն կա։ Դա գողերն են, ավազակներն են, թալանչիներն են, սրբապիղծներն են, շահամոլներն են, մորթապաշտներն են, բանակից թռածներն են, կաշառակերներն են եւ այլն, ներքին թշնամի։ Ահա նախկին քաղաքական ուժերը համագործակցել են ներքին թշնամու հետ, անիծելով, քայքայելով սեփական երկիրը եւ կեղեքելով սեփական ժողովրդին։ Նիկոլենք ավելի շատ համագործակցում են արտաքին թշնամու հետ, գիտեք ովքեր են, նորից խափելով, խափելով սեփական ժողովրդին, հալածելով սեփական ժողովրդին, իշխանությունը ձեռքներին խուսափելով պատասխանատվություն կրել սեփական ժողովրդի ճակատագրի համար, մանիպուլացնելով համագործակցում են արտաքին թշնամու հետ։ Տարբերությունը սրանց ընդամենը դա է։ Եվ նախկինները համագործակցում էին ներքին թշնամու հետ եւ ժողովրդին վախացնում էին արտաքին թշնամով, հա? Վախացնում էին, թուրքը կգա, թուրքը չուրախանա, պիտի մեզ զսպենք, դիմանանք, որտեղ Ղարաբաղի հարց ունենք, այսինքն արտաքին թշնամով վախցնում էին ու ներքին թշնամու հետ համագործակցում։ Նիկոլն ինչ անում։ Ներքին թշնամով վախացնում է, կաշառակերները կգան, թալանչիները նորից կգան, վախեցեք, ինձ հանդուրժեք, յոլա տարեք։ Այսինքն ներքին թշնամով վախացնում է, արտաքին թշնամու հետ համագործակցում։ Սրանք բովանդակային առումով նույն բանաձևի տակ են։ Տվյալներն է տարբեր։ Մեկը արտաքին, մեկը ներքին թշնամու հետ համագործակցած ուժեր են։ Ու այս երկուսն էլ իսկական, ազնիվ, սկզբունքային անհատներին, գաղափարներին պատերազմ են հայտարարել։ Երկուսն էլ ման են գալի ով կա, որի համեմատ իրանք չուխան են երևում, կներեք պիտի չատլախ են երևում, ասում են այդ մեկին փնովեք, ցեխոտեք, վատաբանեք, որ մեր սրիկայությունը չերևա։ Երկուսն էլ թե ներկաները, թե նախկինները։ Երկուսն էլ քանդել են երկիրը, մեկը մեկի շարունակությունն է։ Իսկ նրանց համակիրներին, ովքեր կարող է վիրավորվեն այս իմ ասածներից, եթե դուք ինքնասիրություն ունեք, ապա նրանց համակիրը մի եղեք։ Դուք իրոք ինքնասիրություն ունեք։ Մի բան ես չասեցի, որ չի եղել, որ սուտ է։ Այսօր էլ մեկը մեկին պահում են, նա նրան դավաճան է ասում, նա նրան թատլանչի է ասում, էլի պահում են իրար։ Էլի երկուսն էլ ժողովրդի անունից խոսում են, թե ժողովուրդ այդ միատար զանգվածնով է, որի անունից դուք խոսում եք։ Լավ, եւ այսպես ինչ են անում հիմա Նիկոլենք, հայ ժողովուրդը դարձնում են Հայաստանի ժողովուրդ։ Երբ որ ուշադիր կարդաք, թազա մի բան ենք թե պղծելու, դա հայոց սնուցող մայրերն են եւ հայոց նահապետ հայրերը, բայց չեն գրել հայոց սնուցող հայրեր, հայոց նահապետ, գրել են Հայաստանի սնուցող մայրեր եւ Հայաստանի նահապետ հայրեր։ Էլի Հայաստանի, էլի չկա հայոց եւ չկա հայ։ Ես սահմանադրության մեջ պոիսկ եմ տալի հայոց լեզու, հայ եկեղեցի, հայկական սփյուռք։ Սենց բաներ չկա Նիկոլեն հռչակագրում։ Նիկոլեն հռչակագրում ընդհանրապես սփյուռքի հետ հարցեր չկան։ Սփյուռքի մասին խոսակցություն չկա։ Ինչու՞։ Որովհետև ասեցի, ինչ սփյուռք։ Նրանց հերական նպատակը վաղը ադրբեջանական ներգաղթյալները պիտի լինեն, ինչ սփյուռք այդտեղ։ Սփյուռքը այդտեղ խանգարում է։ Սփյուռքի այդ ահռելի պոտենցիալը, որ ամեն ժողովուրդ ու ազգ չունի, սրանք որոշել են ընդհանրապես արգելափակել։ Դրա համար խոսում են ոչ թե
հայոցի մասին, ոչ թե հայոց պատմություն, այլ Հայաստանի պատմություն։ Պրիտոմ այդ Հայաստանը 4-րդ հանրապետություն են անունը դնում, դառնում է մի հատ նորաստեղծ երկիր։ Առաջ ծիծաղում էինք, ասում էինք Coca-Cola-ն ավելի հին է, քան թե այս ինչ են պետությունը։ Հիմա եկել հասել են բան, ChatGPT-ն ավելի հին է, քան թե Հայաստանը։ Հիմա գալու ենք դրան, որ ChatGPT-ն, որ նոր է ստեղծվել, ավելի հին է լինելու, քան թե Հայաստանը։ Ինչի՞։ Որտեղ Նիկոլենք որոշել են վերստին ինչ-որ պետություն բանանեն, մոգոնեն, եղածը տուրն են տվել, ապականել, քայքայել, հա, ու տենց բաներ, ակադեմիական քաղաք բան, չեմ ուզում ես սրանց խորանամ, ես ընդհանրապես անհեթեթ մանրուքներ են, սրանց մասին կարելի առանձին խոսալ, բայց ուզում եմ երկու բան խոսել այդ փախստականների մասին, ժողովուրդ փախստականները վերադարձի իրավունք ունեն միջազգային կոնվենցիայով ուշադիր։ Ոչ ոք չի կարա նրանց արգելի, որ նրանք վերադառնան։ Եթե նրանք դիմեցին ՄԱԿ-ին, եթե նրանք որոշեցին վերադառնալ Հայաստան, ինչպես եւ Հայաստանից, եթե որոշեն գնալ Ադրբեջան, ոչ ոք չի կարա նրանց խանգարի։ Այսինքն չի կարա ինչ-որ մեկ, այսօր երբ որ Նիկոլն ասում է փախստականների օրակարգը վերադարձի օրակարգը խանգարում է խաղաղության օրակարգին, այսինքն մի խոսեք դրա մասին, հավայի այս Հայաստանի ժողովրդին մի գրգռեք։ Հազիվ հայոցից սարքում եմ Հայաստանի, հայից սարքում եմ Հայաստանի ժողովուրդ։ Էլ հայ չի լինելու, պետական մակարդակով հայ ճանաչված չի լինելու, չկա տես բան, կա Հայաստանի ժողովուրդ, ոնց որ ամերիկացիներն են։ Ամերիկացին հավաքվել են տարբեր տեղերից, թեև հենց ամերիկացիներն էլ մինչև այսօր արդեն հարյուրավոր տարիներ պահպանում են իրանց ծագումը, իռլանդացի եմ ասում, ֆրանսիացի եմ, նեմեց եմ, ճապոնացի եմ, չինացի եմ, ծագումով։ Մարդիկ իրանց մինչև այսօր պահպանում են իրանց ծագումով, հայ են, իրենց ծագումը պահպանում են մինչև այսօր։ Ֆրանսիայում Շարլ Ազնավուրին ու հայկական մի հսկայական համայնքի ճանաչում էին հայ, ֆրանսիացի էին մարդիկ, իհարկե, բայց հայ էին, հիմա Հայաստանում էլ հայ չի պետք է լինի ըստ իրանց հռչակագրի, հայ ժողովուրդը, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, լուծարման եզրին է կանգնած, պետք է վերաֆորմատավորվի, հայոց լեզուն էլ չգիտեմ, երևի կդառնա Հայաստանի լեզու, ուտեք մտածեն, իսկ արդյոք Հայաստանի լեզուն հարմար է որ լինի հայերենը, բարդ է մի քիչ, ավելի լավ է անգլերենը լինի։ Հիմա այդ է ավելի կիրառական, աշխարհում ավելի տարածված։ Տեսեք փախստականների հարցը ոնց է լինելու։ Այսպես թե այնպես ադրբեջանցիները գնում են բանակում ծառայում են, ճիշտ է, ճիշտ է։ Ադրբեջանցիները այսպես թե այնպես գնում են հետախույզ են դառնում, ճիշտ է, վտանգավոր գործողություններ են անում, ճիշտ է, ճիշտ է։ Հիմա պատկերացրեք, այստեղից գնացած ադրբեջանցիների զավակներին, թոռներին, որոնք պիտի բանակ գնան, վերբովկա են անում, պատրաստում են, որ գան այստեղ ապրեն իրենց գյուղերում, պիտի գնա բանակում ծառայի, պիտի գա սահմանին զենքով կանգնի, կգա կկանգնի իր գյուղում, որ իր պապերը ժամանակին լքել են, իր տանը, ինչ որ մի ադրբեջանական գյուղ, Շուռնուխ ենթադրենք, կամ Սյունիքում էլի ինչ որ գյուղեր, որոնք ադրբեջանցիներ են ապրել, կգան 10-20 հոգի, սպեցնազ, քաղաքացիական շորերով, միգուցե իրենց կանանց հետ, բայց բոլորը սպեցնազ, ընդամենը ամեն գյուղում 15-20 հոգի, լրիվ կարող է մի 50 հոգի մարդ գա, 2 տարի հետո եւս մի 3 հոգի կավելացնեն, 2 տարի հետո եւս մի 15 հոգի կավելացնեն, ու հատուկ խնդիր դրած կունենան 5, 6, 10 երեխա, հատուկ խնդիր դրած, այսօր Սյունիքը մեր ամենասակավամարդ մարզերից է, Սյունիքի մարզը, Սյունիքից սակավամարդ երևի միայն Վայոց ձորն է, તો Վայոց ձոր էլ կգան, ու մի 50 տարվա մեջ, մի 50 տարվա ընթացքում, կամաց համ գալիս են, համ բազմանում են,
կտեսնեք, որ դարձել են այդ մարզերում իրանք մեծամասնություն, այդ գյուղերում իրանք տեղական ինքնակառավարման մարմիններ են ընտրում, գյուղապետ, քաղաքապետ, որոշում են, որ այդ գյուղերում պիտի մզկիթներ սարքեն, մզկիթներ են սարքում, հետո մի օր ասում են, որ գիտեք ինչ, մենք պիտի մեր լեզվով խոսանք, մեր դպրոցները մեր լեզվով պիտի լինեն, մի օր էլ ասում են Հայաստանի լեզուն, որ սարքել եք Հայաստանի պետական լեզու, այլևս հայոց լեզու չի, Հայաստանի լեզու է, մտցրեք նաև ադրբեջաներենը, մտցրեք, 50-60 տարի, Նիկոլի վեջինա, Նիկոլին պետք է 5 տարի էլ իշխանավարի, մենակ թե չդատվի, իսկ նա դատվելու ունի սահմանադրական կարգի տապալում, պատերազմական, այդ իր ասած, ինքը ասում է մենք օկուպանտ էինք, այս է դավաճանությունը երկրի հանդեպ, երբ որ դու վեր ես կանում, ասում ես ես օկուպանտ եմ, ինքը տասնյակ հազարավոր, 100 հազարավոր զինծառայողների ասում է օկուպանտ են, ռազմական հանցագործներ են, ստեղից խոստովանում են, գիտեք ինչի, որովհետև Ադրբեջանում դատարանը եկե հասել է հարցաքննելով մեր արցախցի պաշտոնյաներին, հասել է այն կետին, որտեղ եկե ասել պետք է Նիկոլ Փաշինյանը ցուցմունք տա, Իրանից ցուցմունք վերցեք, հասել է ատե դատական, Հակոբ Բադալյանը սրա մասին մանրամասը վերլուծություն ունի, այնտեղ եկե հասել են սրան, որ դատարանը պետք է Նիկոլ Փաշինյանից ցուցմունք վերցնի, բայց քո չի կարա վերցնի, Նիկոլ Փաշինյանը ստեղից էդի լսել է, արդեն սկսել է ցուցմունք տալ, դա թվում է թե հրապարակային ֆեյսբուքյան կամ ոչ ֆեյսբուքյան ինչ որ ասուլիսներում եղած հայտարարություններ են, իրականում Նիկոլը ցուցմունք է տալիս տեղից, ու դատը այնտեղ գնում է, այդ դատարանը արձանագրում է Նիկոլի այս հայտարարությունները, եւ ինչա ցուցմունք տալի, ասում է, ես չեմ մեղավորը, ինձանից առաջ եղած նախագահներն են այդ հանցագործները, օկուպանտները, ես էլ ստիպված եմ արել, այս շրջանի խոսույթը Նիկոլ Փաշինյանի ուղիղ համընկնում է ադրբեջանական դատարանում Արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների դատի պրոցեսի այն փուլի հետ, որտեղ հերթը հասել է Նիկոլի ցուցմունք տալուն, այնտեղ հերթը դրան է հասել, ու Նիկոլը ստից սկսել է ցուցմունք տալ, իր պետության, իր ազգի դեմ, չնայած իր համար էլ չկա իր ազգ, կա Հայաստանի ժողովուրդ, հասկացաք ինչա տեղի ունենում, ու փախստականները գալու են այդպես, սրա դեմ ինչ կարող ես անել, մարդը իր իրավունքն է յուրացնում, սրա դեմ միայն կարող ես անել, հայ ժողովուրդը սահմանադիր է, այդ մարդը եկավ, այդ մարդը պիտի իմանա, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ադրբեջանական ժողովրդին կամ Ադրբեջանի Հանրապետությանը, այդ մարդիկ պիտի իմանան, որ իրանց սպեցնազը, որ գալու է այստեղ, իբրև թե փախստական, որը վերադարձել է, դու էլ ստե ես պատրաստում նման սպեցնազ, ու դու պիտի պատրաստես այդպիսի սպեցնազ, որը կգնա Շահումյանի շրջան, կգնա Գետաշեն, գոնե Հայաստանին մոտ եղած գյուղերը, որոնք եղել են հայկական, դու պիտի սկսես դրանք այս կողմից, մի քայլ շուտ պատրաստ լինես վերաբնակեցման, որովհետև Ադրբեջանն ասում է, եկեք, ասելու է, եկեք, ու ոչ ոք չի գնալու, վախից չի գնալու, ասել է դուք չեք գալի, մենք ենք գալիս, իրանք են գալու, ու Սյունիք են գալու, նրանք միջև այսօր ասում են Զանգեզուրը մերն է, այդ մեղրի ճանապարհը, այդ առաջի քայլն է, որ այս ամպիտանը թույլ է տվել, այս ոճրագործը, այդ առաջի քայլն է, որ թույլ է տվել, քայլերը շարունակվելու են, հələ սպասեք վերընտրվի կտեսնեք ինչ քայլեր են շարունակվում, եթե Ադրբեջանը իրոք ուզենար խաղաղություն եւ հարևանություն, ուղղակի ճանապարհները կապաշրջափակեին ու կսկսեին շփվել, ոչ, նա դա չի անում, նա շարունակում է թշնամական գործողություններ, բացեք կարդացեք, որոնք են թշնամական գործողությունները, զորքերի կուտակում, քարոզչություն, շրջափակում, ինչքան թշնամական գործողություն կա մեր հանդեպ Ադրբեջանն ու Թուրքիան անում են։ Թուրքիան իբրև թե բան է, լավ ոստիկանն է, Ադրբեջանը փիս ոստիկանն է։ Թուրքիան թողել է Ադրբեջանի վրա։
շատ երկար չեմ ուզում ծավալվել, բայց ուշադիր եղեք, էսի լինելու է։ Սրան գոնե պատրաստվում են, եթե մենք ոչինչ չանենք։ Իսկ դու ինչպես պիտի քո ժողովրդին ասես ժողովուրդ ջան, դուք էլ պատրաստվեք այդ նույն հատուկ խմբերը, հատուկ պատրաստություն անցած, հատուկ ջոկատայինի պոտենցիալով, որ գնան վերաբնակեցնեն։ Դու ինչպես պիտի դան, դու պիտի աշխատես այդ ուղղությամբ։ Այդտեղ պիտի լինեն թե արցախցիներ, թե Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս եղած հայություն։ Դրա վրա պետք է աշխատես, դա է պետության իմաստը։ Պետությունը դա ճամբար չի է հանգստի համար։ Այդքան խաղաղ բարեկեցիկ ապրենք։ Ո՞վ է քեզ թողում դու խաղաղ բարեկեցիկ ապրես։ Երջանիկ մարդկանց երկիրը դա ահռելի էներգիայի ու ջանքի արդյունք է։ Ես ժամանակին ասել եմ, շատ եմ ասել երջանիկ մարդկանց երկրի առումով ու ասել եմ, թե դա ինձ մոտ ինչ նախատիպ է։ Ուճուր ժամանակ ես քիչ տպավորվել եմ Հովհաննես Թումանյանի ոսկի քաղաքը հեքիաթով, որտեղ մարդիկ ոսկի քաղաքը, դա աշխատասեր մարդկանց քաղաքն է։ Ոչ թե այնտեղ պատերը ոսկուց են, այլ այնտեղ մարդիկ աշխատում, ջանք են թափում, եռանդ են դնում իրենց երջանկության համար։ Այդ երջանիկ մարդկանց երկիրը դի ոսկի քաղաքի Թումանյանի դրսևորումն է, օրինակն է, որ բազմիցս ասել եմ։ Իմ երկրորդ դասարանում տպավորվել եմ ես այդ հեքիաթից ու այդպես եմ պատկերացրել իդեալական երկիրը։ Աշխատանքի երկիր։ Հիմա դուք չկարծեք, թե սենց պարկելու եք ու ապահով ու երջանիկ կլնեք ու խաղաղ լինի։ Դա ջանք է պահանջում, եռանդ, քրտնաջան աշխատանք, ստրատեգիա։ Միակ դեպքը, որ դու կարաս հանգիստ պարկես, դե մտնում ես մեկ ուրիշի կազմ ու քո քաղաքական պրոբլեմները արդեն եւ ռազմական պրոբլեմներ, դու նույնիսկ տնտեսական պրոբլեմներ լուծում է մեկ այլ երկրի իշխանություն։ Դառնում ես գուբերնիա կամ չգիտեմ, վիլայետ կամ չգիտեմ, նահանգ, Տոսկի նահանգը Միացյալ Նահանգներում էլի տես չի։ Նահանգը այնքան գործ ունի անելու, տեղական ինքնակառավարումը այնքան գործ ունի անելու, որ էլ չասած։ Գուբերնիա վիլայետ sense մի բան ես դառնում, որ կարողանում ես հով լրվես, ասես դեպսը մնացածը նրանք կանեն էլի։ Երևի թե։ Այսինքն ազգը թոշակի է գնում, ազգը։ Եվ ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ Թուրքիայի սահմանադրության պրեամբուլան։ Ուշադիր հատվածական եմ կարդալու Թուրքիայի սահմանադրության, ներկայիս Թուրքիայի սահմանադրության պրեամբուլան։ Մերը տեսակ չէ, հայ էլ չպետք է լինի։ Դա փիս բառ է։ Հայաստանի ժողովուրդ պետք է լինի։ Նայեք ինչ է ասում պրեամբուլան։ Ազգայնականության հայեցակարգին, իրանց հենց սկսում իրանց պրեամբուլան, ոչ թե Հայաստանի ժողովուրդը։ Ազգայնականության հայեցակարգին, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրի, անմահ առաջնորդ եւ անգերազանցելի հերոսի Աթաթուրքի հռչակած ձևերին ու սկզբունքներին համապատասխան սույն սահմանադրությունը, որը հաստատում է թուրքական ազգի եւ հայրենիքի հավերժական գոյությունը, ինչպես նաև Թուրքիայի պետության անբաժանելի միասնությունը արտահայտում է ազգի կամքի բացարձակ գերակայությունը, գերակայության ըմբռնումը եւ այն իրողությունը, որ ինքնիշխանությունն ամբողջությամբ եւ անվերապահորեն պատկանում է թուրքական ազգին, իսկ ազգի անունից այդ իշխանությունն իրականացնելու լիազորված ոչ մի անձ կամ մարմին չպետք է դուրս գա ազատական ժողովրդավարության եւ իրավական կարգի սահմաններից, որոնք սահմանվել են դրա պահանջներին համապատասխան։ Այն ճանաչումը, որ որևէ հայաց կամ համոզմունք չպետք է հակադրվի Թուրքիայի ազգային շահերին, ոչ թե պետական շահերին, ոնց որ ստեղ է գրած։ Ես դեմ չեմ պետական շահերին ձևակերպմանը, բայց նայեք ոնց է նա գրել։ Ազգային շահերին, թուրք քաղաքացիների իրենց երկրին եւ տարածքին անկապտելի միասնության սկզբունքին, Թուրքիայի պատմական եւ հոգեվոր արժեքներին կամ ազգայնականությանը, Աթաթուրքի սկզբունքներին եւ այլն։ Այն ճանաչումը, որ բոլոր թուրք քաղաքացիները միավորված են ազգային պատվով եւ հպարտությամբ,
Բոլորը հայերն էլ են համարվում թուրք, ըստ իրանց սահմանադրության։ Ու այս երկրի հետ ինքը սահմաններ է պատրաստվում բացի, ջնջելով, վերաֆորմատավորելով սահմանադիր հայ ժողովրդին, որ այսօրվա մեր սահմանադրության մեջ կա։ Ինքը տապալում է սահմանադրական կարգը, արդեն որերորդ անգամ։ Եվ այս ամենին որպես լուծում ամիսներ առաջ հիմնադիր զավակներ նախաձեռնության սահմանադրության նախագծի պրեամբուլան էի հղում դրել Facebook-ում, հիմա կկրկնեմ, կկարդամ այդ պրեամբուլան, այ մեր պրեամբուլան, ինչ որ մենք ենք պատկերացնում հիմնադիր զավակներ նախաձեռնության շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը տենց էլ սահմանադրության փոփոխության մասին խոսում չի ասում ինչն է փոխելու, տենց անհետեթություն չի ելնում, էլի։ Փոխելու ենք, բայց ինչն է փոխելու։ 8 տարի իշխանավերեցիր, վայելեցիր այս սահմանադրությունների բոլոր թերություններով, հիմա որոշել են փոխեն, բայց դրան առանձին կանդրադառնամ, եկեք որպես լուծում, ինչ եմ առաջարկում, սա սեպագիր չի, սա վերանայման ունակ է, բայց պատկերացրեք ոնց ենք մենք պատկերացնում։ Ուրեմն սահմանադիրը մենք ենք, մենք։ Իդեպ այստեղ ես չեմ առանձնացնում հայա, եզդիա, ասորիա եւ այլն։ Չեմ առանձնացնում։ Տեսեք ինչպիսի ձևակերպումներ է տրված, ուշադիր։ Մենք, որպես սահմանադիր, անվանադիր հայ կաղեղնավորից սերող կյանքի եւ մշակույթի ժառանգներս ընդունում ենք Արարչի կողմից մեզ տրված առաքելությունը լինել եւ շարունակվել, ճանաչելով մարդու ազատությունը, կյանքի, սեփականության, հայրենիքի եւ յուրահատուկ լինելու իրավունքը, սա վերաբերվում է արդեն նաեւ փոքրամասնություններին, յուրահատուկ լինելու իրավունքը, ուրեմն ճանաչելով մարդու ազատությունը, կյանքի, սեփականության, հայրենիքի եւ յուրահատուկ լինելու իրավունքը, անձնական եւ ընտանեկան երջանկության հետապնդումը որպես բացարձակ արժեքներ եւ դրանց իրագործումը որպես արդյունք մարդկային ներդաշնակ համակեցության, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն Հանրապետությունը մենք պատկերացնում ենք մարդկային ներդաշնակ համակեցություն։ Հիշենք ոսկի քաղաքը, որտեղ մարդիկ համախմբվում եւ համակարգվում են, ոչ թե սև ու սպիտակի ես բաժանում, հետո գորշի տարբեր երանգների ես բաժանում, ամբողջ երկիրը ատոմիզացնում, իրար թշնամի սարքում, որտեղ մարդիկ համախմբվում եւ համակարգվում են յուրաքանչյուրի կարիքները հոգալու, բնական իրավունքներն ապահովելու եւ ազատությունը երաշխավորելու համար։ Եվ ահա արդարադատության, ներքին հանրային անդորրի, արտաքին ոտնձգություններից միասնական պաշտպանության, համընդհանուր բարեկեցության տեսլականով իսեր հայրենականի մեզ ու մեր սերունդների համար հաստատում ենք Հայաստանի Հանրապետության այս սահմանադրությունը։ Մեր նոր սահմանադրության համար պրեամբուլան էր, որ մենք գրել ենք։ Եվ հիմա տեսեք արժեքները, ու տեսեք ստեղ ինչ մի սխալ բան կա, ինչ մի բան կա, որ մեկը կարա մեզ ասի աշկիտ վերևունք կա։ Համամարտկային, նաև ազգային։ Եվ համամարտկային, եւ ազգային, եւ ինքնություն, եւ ներդաշնակություն, եւ համախմբում, եւ անհատականություն։ Սա կոչվում է ներդաշնակ համակեցության մասին սահմանում ձևակերպում բանաձև։ Քանի մենք կանք, քանի ես կամ, ամեն մեկը թող իր համար սա ասի եսով։ Քանի ես կամ ու քանի մենք կանք,
Հայաստանը չի լինելու ոչ հայերի անդեմ անորոշ ինչ-որ ժողովրդի երկիր, ու քանի ես կամ, ու քանի մենք կանք, Հայաստանի Հանրապետությունում սահմանադիրը լինելու է հայ ժողովուրդը։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն։ Մի շնորհանդիպում։